Եվ մեզ հարկավոր է սև պղպեղ խոշոր ավելի աղացած, բայց դրա համար ես փոշին չեմ օգտագործում, հիմա օգտագործում եմ այսպեսինը, որպեսզի շատ մանր չլինի։ Հիմա շուռ ենք տալի, հաջորդ կողմն ենք անում, և նորից սև աղ, հետո սև պղպեղ։ Ես ձեզ ուղղակի, այն որ ասում է գարանտի եմ անում, որ շատ համով է լինելու և ձեր ընտանիքի անդամները շատ են սիրելու։ Եվ նորից սև պղպեղ։ Վերջ։ Հիմա սա դնում ենք արդեն ձեթի մեջը, գնանք գազօջախի մոտ։ Okay, հարազատներս, ուրեմն մեզ հարկավոր է լինելու զեյթունի, ձիթապտղի ձեթ, 1 ճաշի գթալ, մի լավ խոշոր մեծ ճաշի գթալ։ Եվ մեզ հարկավոր է լինելու 1 ճաշի գթալ կարագ կամ յուղ, որը որ կընտրեք։ Ես կարագ եմ դնում առանց աղի։ Եվ գազօջախը միացնում ենք։ Okay, Ժորժ ջան, եթե նկատում եք, արդեն հալել է ինձ մոտ կարագը, հիմա շատ զգուշությամբ մեր սալմոնները դնում ենք մեջը։ Պետք է կարմրացնենք, ոսկե գույնի նման պետք է կարմրացնենք։ Okay, Ժորժ ջան, արդեն ինձ մոտ թեթև կարմրել է, պետք է շրջանք հաջորդ կողմը։ Okay, Ժորժ ջան, հիմա եթե տեսնում եք, արդեն այս կողմն էլ է եղել, ինձ պետք չի ամբողջովին եփվի, իրան պետք է շատ զգուշությամբ հանել մեջից։ Կա որ քանդվում են, զգույշ պիտի հանենք շատ։ Մեզ ինչը հարկավոր անել հիմա, ունեմ ես 4 ատամ սխտոր, ինձ պետք է մանրացնեմ, չեմ ճզմելու, այլ մանրացնելու եմ։
Okay, Ժողովուրդ ջան, եթե տեսնում եք արդեն մանրացված է, սա պետք է ավելացնենք այդ ձեթի մեջը։ Հիմա ես շատ արագ մաղադանոցն էլ կտրատեմ, որպեսզի պատրաստ լինի։ Okay, Ժողովուրդ ջան, եթե տեսնում եք մաղադանոցը արդեն կտրտված է եւ ինձ հարկավոր է լինելու կանաչ լոբի։ Եթե կանաչ լոբի չունեք դուք, կարող եք նաեւ սպանախ օգտագործել, ոնց կկամենաք, բայց առաջնայինը կօգտագործեն կանաչ լոբին կդնեմ, հետո նոր մաղադանոցը։ Okay. Իրան շատ մարման թույլ կրակի վրա պետք է կարմրացնենք։ Okay, եթե տեսնում եք, արդեն ինձ մոտ կարմրել է, թեթև, շատ չէ, պետք չունենք էլ, որ շատ ինքը կարմրի։ Հիմա լոբին ենք շատ թեթև իր հետ համահունչ նորից կարմրացնում, մի փոքրիկ աղցանեմ։ Okay, Ժողովուրդ ջան, եթե նկատում եք, արդեն մոտ 2 րոպե անցել է, ինքը թեթև կարմրած է։ Հիմա ավելացնում ենք մաղադանոցը կտրտված։ Եվ ավելացնում ենք վրան կտրտված 2 հատ լոլիկ։ Շարունակում ենք եփելը։ Okay, Ժողովուրդ ջան, մինչև այս ընթացքում կլինի մեր լոլիկը, լոբին խաշվում են թեթև, մեզ հարկավոր է պատրաստել բրինձի փլավ։ Վստահ եմ շատ տանտիկիններ արդեն գիտեն, մոտավորապես 1 ճաշի գթալ յուղ եմ ես դնում։ Ըստ ցանկության, մարդիկ սիրում են ձեթով պատրաստել։ Ես այս րոպեին յուղով եմ ուզում պատրաստեմ եւ 1 բաժակ լվացված արդեն բրինձ պետք է դնեմ։ Եվ սկսելու եմ չեն կարմրացնելու, բայց թեթև, շատ թեթև ժարիտ ենք անելու յուղի մեջ իրան։ Ընդհանրապես ես բրինձի փլավը որ պատրաստում եմ, 1 բաժակին 2 բաժակ ջուր եմ դնում, տաք ջուր։ Դուք էլ եք այդպես պատրաստում, չգիտեմ։ Մարդկա օրինակ մենակ ջրի մեջ ուղղակի եփում է, հետո քամում են։ Մարդկա այսպես է պատրաստում։ Okay, Ժողովուրդ ջան, եթե տեսնում եք արդեն մոտավորապես ոնց է ժարի տեղը, մեջը սպիտակները չգիտեմ ցույց է տալի կամերան թե չէ։ Ինքը մի խոսքով որ արդեն չորացած ծայրնում հատիկներով առանձին է, որտեղ լվացված էր, թացեր են ժամանակ։ Այդ չափի ենք արդեն իրան փորձում բովել եւ ավելացնում եմ հիմա 1 բաժակ բրինձին 2 բաժակ տաք ջուր։ Երման ջուրը։ Աղը ըստ ցանկության ձեր դրեք, ինչքան որ սիրում եք
կամ չեք սիրում, նայած։ Okay, հենց սկսում արդեն, որ եռում է, տակը թուլացնում ենք, շատ մարմատ ենք սարքելու և թողնելու ենք շարունակվի եփել։ Բերանը փակում ենք։ Okay, ժողովուրդ ջան, հետ եկանք մեր սալմոնի արդեն պատրաստմանը, ոնց տեսնում եք արդեն եփվել է։ Լոլիկները արդեն եփվել է։ Ավելացնում եմ հիմա կաթի սեր բարձր յուղայնությամբ, մոտավորապես 130 գրամի չափով։ Եվ ավելացնում շատ թեթև սև պղպեղ նորից և փարմաժան պանիր։ Նորից եմ ցույց տալի, անցած անգամ ինձ հարցրեցին փարմաժանի թարգմանությունը, չեմ անում, չգիտեմ ժողովուրդ ջան թարգմանությունը, մոտավորապես 4 ճաշի գդալի չափով եմ դնելու։ Երկու րոպեի չափով եփելուց հետո, հիմա արդեն կրակը շատ թույլ բարձրացրել եմ, կավելացնենք մեջը հետ մեր սալմոնները և կշարունակենք եփել ևս 4 րոպե ու վերջ, պատրաստ կլինի։ Իսկ այդ ընթացքում էլ փարմաժան չիզը մեջ է հալվում, արդեն փարմաժան պանիրը։ Այս ընթացքում արդեն սալմոնները դնում ենք մեջը հետ։ Okay, 2 րոպե և 2 րոպեից պատրաստ է մեր սալմոնն է։ Okay, ժողովուրդ ջան, ըստ համի ցանկության, եթե ցանկանում եք, կարող եք նաև ավելացնել լիմոն, ես դնելու եմ մի քիչ լիմոն, մի քանի կաթիլներ ամեն մեկի վրա, որտև իմ տղան շատ է սիրում լիմոն։ Շատ չլցնեք, որտև այս անգամ կաթը կարող է կտրել։ Ու վերջ, անջատեցինք, պատրաստ է։ Okay, հարազատներս մեր փլավն է արդեն բրնձի գրեթե պատրաստ է, ջուրը քաշվել է արդեն։ Հիմա կանջատեմ
եւ կթողնեմ, որ հատիկ մի քիչ մնա ու վերջ։ Ահա եւ վերջ, ժողովուրդ ջան, պատրաստ է արդեն։ Կարող եմ մոտիկացնել, որպեսզի ավելի պարզ երևա։ Շատ համով սալմոնա։ Հիմա համն է կփորձենք իրար հետ։ Որպեսզի պարզ երևա եփված է, լիովին եփված է ինքը։ Սալմոնը արդեն անկախ ամեն ինչից շատ արագ է եփվում։ Եփելու ընթացքում ուշադիր եղեք, որ overcook, չափից շատ չեփեք։ Անմահական համով է, երեխեք, շատ համով է։ Ընտիր։ Անպայման դուք էլ պատրաստեք։ Ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ ձեր ընտանիքի անդամները անչափ շնորհակալ կլինեն ձեզ։ Նախորոք բարյախորժ